մամիկոնները մինչ այսօր վիճում են մեկ հարցի շուրջ, թե արդյոք պասակցությունին դավաճան էր։ 456 թվականի մայիսի 26-ին ավարի ճակատամարտից առաջ նա համագործակցում էր պարսիկների հետ եւ չի մասնակցել Վարդան Մամիկոնյանի զորքին։ Մինչդեռ Վարդան Մամիկոնյանը պատերազմում էր քրիստոնեության եւ հավատի համար։ Նա կարծում էր, որ բաց ճակատամարտ գնալը շատ սխալ է եւ հայերը կունենային մեծ պարտություն, բայց Վարդան Մամիկոնյանը սպառապետ լինելով հաշվի չէր առել մեկ կարևոր փաստ, որ պարսիկների զորքը շատ մեծ էր եւ հզոր, իսկ հայերենը փոքր էր եւ մի փոքր թույլ, եւ այդ ճակատամարտում հայերը գրեցին քաղաքական պարտություն, բայց գրեցին կրոնական մեծ հաղթանակ։ Կրոնական էր ինչու, քանի որ նրանք այդ պատերազմից հետո կարողացան պահպանել իրենց քրիստոնեությունը եւ կարողացան դավանել քրիստոնեություն։ Վասակցությունին դավաճան չէր, ուղղակի քաղաքական հաշվարկող ղեկավար էր եւ հայերի համար շատ լավ ծրագիր էր կազմել, որպեսզի զոհեր չունենայինք եւ պարտություն չկրեինք։